Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է, հայտնաձև վարչապետ Նիկոլ Փաշինյանը թրքական լրատվամիջոցներու հետ հարցազրույցին ընթացքին։ Վարչապետը թրական քննադատած է Անկարայի հետ հարաբերություններու զարգացման հերանեկարները։ Անդադարնալով Զանգեզուրի միջանց խոսույթին ընդգծած է, որ անիգա անընդունելի է մեզի համար, քանի որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կբարունակե։ Երկրին ղեկավարը շեշտած է, եթե խոսքը կվերապերի փոխադրամիջոցային հաղորդակցության ուղիներու եւ տնտեսական գաբերու բացման, ապա մենք պատրաստ ենք դարաշրջանային փոխադրամիջոցային եւ տնտեսական գաբերու շրջափակման, պետություններու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքներով։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեջ շատ բարդույթներ հաղթահարված են, այժմ արդեն հարցը ոչ թե այն է կարգավորում պիտի ելլա թե ոչ, այլ երբ պիտի ելլա այդ կարգավորումը։ Երևանի մեջ Թուրքիո լրատվամիջոցներու ներկայացուցիչներուն տված հարցազրույցի մեջ ըսած է Հայաստանի վարչապետը, բայց միևնույն ադեն հավելած է, եթե անշուշտ փոխադարձաբար միդումնավոր վնասներ չհասցվին։ Իսկ ինչ կետի հասած են կարգավորման գործընթացի մեջ։ Նիկոլ Փաշինյանը արձադարձած է 2022-ին ցերկ բերված պայմանավորվածության, ըստ որուն Հայաստանի եւ Թուրքիո միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրներու քաղաքացիներուն եւ թիվանակիրական անձնակիր գրողներուն համար։ Պայմանավորվածությունը դակավին չէ իրագործված, հետեւաբար շատերը կգարձեն, թե արդյունքներ չկան։ Վարչապետը այս տեսակետին հետ համաձայն չէ, անշեշտեց Հայաստանի եւ Թուրքիո միջև այսօր արդեն գոյություն ունեցող ուղիղ երկխոսությունը։ Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներ իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանում եք։ Մենք որպես կանոն երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ինչ են մտածում Անկարայում։ Անկարան ըստ էության երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա մենք նույնիսկ այնպիսի իրադրություններ կան եւ բառեզբուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել եւ հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, եւ սա էական փոփոխություն է, որը շատ կարեւոր է եւ ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների։ Պատմության ընկալման ու եզրակացություններու վերաբերյալ հարցին պատասխանելով Հայաստանի վարչապետը նշած է, որ որևէ երկիր պետք է ինքն իր պատմության հետ առնչվի եւ Հայաստանը այդ առումով բացառություն չէ։ Կարևոր է տեսնել նաեւ այն ուղերձները, որոնք կուտա պատմությունը եւ հասկանալ պատմության թասը։ Չի կարելի ապագայի եւ պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետեւ ապագան ոչ թե իմ ընկալմամբ պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որը ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է։ Փաշինյանի խոսքով պատմության մեր թասերը պետք է ծառայեցնենք Հայաստանի Հանրապետության շահերուն, պետական ու աբակայի շահերուն։ Խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չի։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։ Թե ինչի համար, որպես ինչ ռեսուրս պետք է օգտագործվի պատմությունը, ինչ գիտելիք պետք է ձեռք բերվի պատմությունից, որը հեշտ հարց չէ, բայց ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է։ Իսկ ինչ ազդեցություն ունի ցեղասպանության հարցը հիմա Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններուն վրա հետաքրքրված է լրագրողներեն մեկը։ Վարչապետը ընդգծած է, ուրացման կամ մոռացության մասին խոսք չկա։ Հայաստանի մեջ եւ հայության շրջանակներում մեջ ադիգա անվիճելի իրողություն մնե, բայց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթություններու շարքին մեջ այսօր չի մտներ։ Վարչապետը անդադարձած է այս համաբարփակ իրավիճակեն փոխող հարցին, ուր եւ ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերու պաշտպանության վրա եւ ինչպես եւ ուր պետք է կենտրոնանանք մեր քիծած ներառյալ պատմական ճշմարտություններու շեշտաթրման եւ այդ ճշմարտություններուն վրա հենվելու վրա։ Որովհետեւ այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն։ Եվ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։
Խաղաղությունն ու լավ հարաբերությունները ըստ վարչապետին նախ եւ առաջ կարևոր եւ անմիջական հարևաններուն հետ եւ տարածաշրջանային խաղաղությունն է այն տասը, որ Փաշինյանի ընկալմամբ պետք է քաղել պատմութենեն։ Հանրությանը իմ հիմնական ուղերձը հետեւյալն է։ Ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք հասկանալ նաեւ ուրիշների ընկալումը մեր մասին։ Ինչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը։ Եկեք չթաքցնենք միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաեւ պաշտոնական մակարդակում դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Հիմա թե Հայաստանի, թե Թուրքիո կողմէ ըստ Փաշինյանի հնչած են ուղերձներ ու ցանկություն փոխելու շեշտադրումներն ու տեսակետները։ Վարչապետը գսե, որ ինքը կգիտակցի, թե երբեմն հայտարարություններ գնե, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մեկ հոգուտ կփերեն իրեն որպես քաղաքական կորզիչի եւ իր կուսակցության, բայց մյուս կողմէ կհասկանա, որ այս արիթը կարելի չէ փախցնել։ Դա ինչի հնարավորություն է։ Դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել այստեղ հիմա այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով։ Եվ ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր, բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության եւ կայունության աղբյուր։ Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին հարցին, արտահայտությունը, որ Թուրքիան ալ գործած է, Փաշինյանը նշած է Հայաստանի համար ասիգա անհասկանալի ու անընդունելի է եւ կընկալվի իբրև դարածքային նկրդում Հայաստանի ինքնիշխանության եւ դարածքային ամբողջականության թեմ։ Իսկ տարածաշրջանային հաղորդակցություններու փացման կողմնակից է Հայաստանը, հիմնված երկրներու ինքնիշխանության, դարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության պայմաններուն վրա։ Ադրբեջանի մեջ պահվող քերիներու մասին Հայաստանի վարչապետը ասած է, ասիգա մեզի շատ կմտահոգե եւ ցավոտ հարց մնե։ Աննշած է, որ կչանան բոլոր գարելի ջիքերը կորցածրել այդ խնդիրը լուծելու համար, բայց ասիգա դեղի գուներա այնպիսի պայմաններու մեջ, երբ Ադրբեջանը ըստ էության այդ կորձոնը նույնպես կօգտագործել արվածությունը սրելու դրամապանությամբ ու նպատակներով։ Ես ընդհանուր առմամբ այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որտեղ այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում։ Երբ Ադրբեջանը գխոսի փախստականներու վերաթարցին մասին, արդյոք ասիգա կընկալվի իբրև դարածքային բահանջ, հետաքրքրվեցավ լրագրողներեն մեկը։ Փաշինյանը հավելեց Ադրբեջանը գխոսի արևմտյան Ադրբեջանի մասին, եւ երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան դարածքի մոտավորապես 60-70%-ը կանվանի արևմտյան Ադրբեջան, նման հարց մեզի համար քննարկելի չէ եւ որևէ երկրի համար չի գրնար քննարկելի ելնալ։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում եւ Սփյուռքում կան փախստականներ Նախճեվանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գանջայից եւ այլն։ Փաշինյանի թիդարկմամբ Ադրբեջանը գհագասե ինգզինք եւ 2021 թվականի եւ հաջորդող ժամանակաշրջանը պաշտոնական մագարտակի վրա կանվան է ետ հագամարտային շրջան, բայց ամեն օր գխոսի հագամարտության լեզվով։ Հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես տեսեք ես մի կողմից ասում եմ, որ այս գծից
Այս գծից արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։ Որտեւ եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում ելի եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների եւ այլն։ Բայց եթե մենք ուզում ենք կառուցել հոսող բանի վրա, տարածաշրջանի վրա հնարավոր չի ոչ մի բան կառուցել։ Այնուհանդերձ Փաշինյանը չէ համաձայնած լրագրողին այդ թիդարկման, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը հորիզոնին վրա դակավին չի նշмарվիր, որում բացակայությունը շատերուն կարծիքով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններու խոչընդոտ է։ Փաշինյանի բնորոշմամբ պարզապես անընդհատ փորձ կկատարվի ձուխի վարակույր ստեղծել հորիզոնի երկանքով, որբեսի այդ խաղաղությունը չերևի։ Իրականության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հիմքեր դրված են։ Անոնց մեկն է այն պայմանավորվածությունը, որ կողմերը կճանչնան 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս իրողությունը վերահաստատած է նաև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում մեջ։ Իսկ սխային ծածկույթը արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթն է, որ Փաշինյանի քննադատումով պետք չէ լա, երբ պայմանավորված է ճանչնալ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ կվերապերի Թուրքիո անգեստացվող ուղերձները Հայաստանի ընկալմամբ Հարավային Կովկասի մեջ կայունության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին են։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի փոխանցությունը արդեն իսկ համաձայնեցված է։ Լրագրողներուն հետ ճեպազրույցին ընթացքին վարչապետը նշած է, որ համաձայնագիրը միակողմանի թրույթներ չի բարունակեր։ Նախապես չհամաձայնեցված երկու կետերեն մեկուն Եվրոպական միության դիտորդներուն վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մանրամասնած է, որ համաձայնագրի մեջ խոսք չկա Եվրոպական միության դիտորդներուն վերաբերյալ։ Նախագծով ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը իրավունք ունին իրենց տարածքը երրորդ երկրներու ուժեր տեղակայելու։ Վարչապետը հայտնած է, որ Հայաստանը պատրաստ է բանալու հաղորդակցության եւ տնտեսական ուղիները ներառյալ Ադրբեջանի արևմտյան շրջաններուն եւ Նախիջևանի միջև, սակայն պահպանելով իր ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման համաձայնագրի փոխանցության վերաբերյալ բանակցությունները ավարտած են փոխանցության համաձայնեցումով Հայդար Արաձե վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս երկու երկրները կքննարկեն ստորագրման ժամկետներուն եւ վայրին մասին հարցերը։ Նախապես չհամաձայնեցված երկու հոդվածներուն մասին խոսելով վարչապետը ընդգծած է, որ նախագծով ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը սահմանին վրա պետք է չդեղագայեն երրորդ երկրներու ուժեր։ Մյուս դրույթով պետք է փոխադարձաբար ետ կանչեն միջազգային ադյաններեն ներս գտնվող հայցերը։ Այս երկու թրույթներու շուրջ երկար բանակցել է ետք հայկական կողմը արձանագրած է, որ ձևակերպումները կրնան ընդունելի լալ։ Վարչապետը վերջին խմբակրումը փոխզիջումնային փոխանցություն որակած է։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրու նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը։ Բաքվեն հայտարարություն հնչած է, թե այժմ Հայաստանը պետք է քայլեր ցերնարգե նոր սահմանադրություն ընդունելու եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազམ་ագերբության Մինսկի խումբը լուծարելու մասին։ Արդյոք փաստաթուղթը կստորագրվի, եթե դակավին չգան այս հարցերուն լուծումները։ Վարչապետին խոսքով սահմանադրության փոփոխության հետ կապված քննարկում չկա։ Տեսեք, նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել եւս համադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի արկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ
եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցուց նախաբես իր ըրած հայտարարությունը։ Եթե Ադրբեջանը կգարձե, որ Հայաստանի սահմանադրությամբ փոխանցության մեջ կան տարածքային պահանջներ, ապա մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են եւ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում, եթե այդ հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջների պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների պահանջում։ Նիկոլ Փաշինյանը գրգնեց, թե սահմանադրության հարցերը ներքին հարցեր են եւ Ադրբեջանի հետ չեն քննարկվիր։ Վարչապետը անդրադարձավ նաեւ Բաքվի մեջ բահող հայ քերիներու հարցին եւ շեշտեց, որ եթե հարցը դակավին լուծված չէ եւ համաձայնություն չկա, ադիգա չի նշանակեր, որ Հայաստանը հարցը չէ բարձրացուցած, իսկ խաղաղության համաձայնագրի մեջ արդահանձման վերաբերյալ թրույթ չկա։ Արդյոք համաձայնագրի մեջ կա Եվրոպական միության դիտորդներուն սահմանեն յետ կանչելու հարց։ Հետաքրքրված են լրագրողները։ Վարչապետը մանրամասնած է, թե համաձայնագրի մեջ դիտորդներու մասին ոչ մեկ բառ կա։ Խոսք կա երրորդ երկրներու ուժեր չդեղագայելու մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասացի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար։ Հնարավոր է արդյոք մեղրիով Ադրբեջանին ճանապարհ դրվի։ Հարցում մհղաձել լրագրողը։ Վարչապետը արձագանքած է Հայաստանի մոդեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է։ Այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք իրագործել։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Աբաշրջափակման գծով Հայաստանը այս բահուն կսպասե Ադրբեջանի պաշտոնական պատասխանը եւ եթե պատասխանը դրական լա, Երևանը հաջորդ վարքյանեն իսկ պիտի սկսի իրագործումը, նշած է երկրին ղեկավարը։ Վարչապետը գրգին անդրադարձած է վերջերս բարբերաբար քննարկման առարգադարձած հարցին, թե ով զինքը իշխանության բերած է։ Կներեք, Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք, դուք եք հարցրել, թե ուրիշ մեկը, որ ասել են, բա ինչի պարտվեցիք ընտրությունները, ասեց, որովհետև ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց, որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վերջավորության հարցը հնչեց Բաքվեն վրեժխնդրական հրետորապանությամբ կատարվող հայտարարություններում մասին, ինչպիսին է օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Վարչապետը հստակեցուց, թե պայմանագրի մեջ համաձայնեցված թրույթ կա, որ խաղաղության դրամապանության հագասող գործողություններ պետք չէ տեղի ունենան, թե Ադրբեջանի, թե Հայաստանի մեջ, ինչ որ կնշանակե, թե նման հայտարարություններ պետք չէ լան։ Փաշինյանը հիշեցուցած է, որ խաղաղության համաձայնագրի մեջ գա համաձայնեցված թրույթը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կճանչնան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ճունին միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ
եւ ապակային ալ նման բահանջներ հարաճ պիտի չքաշեն։ Միջազգային հանրությունը ողջունած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններուն ավարտե զայն քննադատելով, որպես կարևոր քայլ մը տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ համագործակցության ուղղությամբ։ Տարբեր երկրներու ղեկավարները գոչուած են կողմերուն հնարավորինս շուտ ստորագրել պայմանագիրը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի փոխանցության համաձայնության մասին հայտարարություններն իդ աշխարհի տարբեր երկրներ հայտարարություններով հանդես եկած են, ողջունելով ցերկ բերված համաձայնությունը։ Փարիզուհիս հայտնած է, որ պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։ Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարությունն ողջունած են բանակցություններով ավարտի մասին հայտարարությունը նշելով. Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններու ղեկավարումը երկու պետություններու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման պայմաններու ներքո պետք է հնարավորություն տա հարավային Կովկասին դառնալու խաղաղության, համարգման եւ համագործակցության վայր բաց սահմաններով ինыбաստ տարածաշրջանի ժողովուրդներու շահերուն։ Երևանի եւ Բաքվի միջև ցերկ բերված համաձայնությունը ողջունած է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այժմ ոչինչ կխոչընդոտե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, որ պետք է ճանապարհ հարթե հարավային Կովկասի մեջ գայուն խաղաղության համար։ Պաշտոնական Թեհրանը եւս ողջունած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններու ավարտի մասին հայտարարությունը։ Իրանի արտաքին գործոց նախարարության խոսնակը զայն որակած է կարևոր քայլ հարավ Կովկասյան տարածաշրջանի մեջ գայուն խաղաղության հասնելու համար։ Էսմայել Բաղային հույս հայտնած է, որ երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարածայնությունները լուծերու կողմերուն չանքերու արդյունքով հարաճիգային երկու երկրներու միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի եւ տարածաշրջանի մեջ գայուն խաղաղություն կհաստատվի։ Վրաստանի արտաքին գործոց նախարարությունը ողջունելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններով ավարտի մասին հայտարարությունները ընդգծած է, որ ասիկա պատմական քայլ մնե դեպի հաստատուն խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանին մեջ։ Վրաստանի փոխարտաքին գործոց նախարար Լաշա Դարսալյանն ընդգծած է, որ անիկա կնպաստի հարավային Կովկասի տարածաշրջանի մեջ անվտանգության, կայունության եւ համագործակցության։ Գերմանիայի արտաքին գործոց նախարար Անալենա Բերբոկը կարևորած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցերկ բերված համաձայնությունը եւ Երևանին Բաքվին կոչ ուղղած է ստորագրելու զայն։ Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ցերկ բերած են խաղաղության պայմանագրի մասին, հույս կներշնչի դաստամյակներու թշնամանքեն ու պատերազմեն ետք այն փաստը, որ գայուն խաղաղությունը արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանին համար, թե անոր սահմաններ են դուրս։ Իսպանիան հույս հայտնած է, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրներու միջև վերջնական պայմանագրի կնքման։ Մադրիդը վերահաստատած է իր հանձնառությունը հարավային Կովկասի մեջ խաղաղության ու կայունության։ Ավստրիայի արտաքին գործոց նախարարությունը ողջունած է խաղաղության պայմանագրի հարցի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գրանցված հարաճընթացը։ Համաբարփակ եւ արդար համաձայնագիրը վստահաբար գամրաբնթե գայունությունը, անվտանգությունը եւ փառքավաճումը ողջ տարածաշրջանեն ներս։ Էստոնիա արտաքին գործոց նախարարությունը պատմական որակած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցերկ բերված համաձայնությունը։ Ասիկա երկար սպասված քայլ մնե տարածաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության հասնելու ուղղությամբ հույսով են խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի, նշած է նախարարը։ Լատվիա արտաքին գործոց նախարար Բայբա Բրաժեն X-ի իրեջին վրա շնորհավորած է Հայաստանի եւ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի փոխանցության շուրջ համաձայնության կապակցությամբ։ Կշնորհավորենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի փոխանցության շուրջ համաձայնության քալուկաբակցությամբ, ինչ որ կարևոր քայլ մնե տարածաշրջանի մեջ տևական խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Լիտվանի արտաքին գործոց նախարարը նույնպես դրական կնահատած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններու հաջող ավարտը եւ հույս հայտնած է, որ խաղաղության պայմանագիրը արագ կստորագրվի։ Անոր խոսքով ասիկա մեծ քայլ մնե տարածաշրջանի մեջ խաղաղության եւ կայունության համար։ Սլովենիա արտաքին գործոց նախարար Թանյա Ֆայոնը եւս X-ի իրեջին վրա ողջունելով հայտարարությունը հույս հայտնած է, որ համաձայնության շուտով հաջորդի ստորագրման գործընթացը, ինչ որ կնշանավորի է հարավային Կովկասի մեջ խաղաղության եւ կայունության նոր տարածաշրջանի սկիզբը։ Եվրախորհրդարանի մեջ քննարկված են Ադրբեջանի կողմէ հայքերիներու աբորինի գալանավորումը եւ գեղձադավարությունները։ Եվրապատգամավորները խստորեն քննադատած են Բաքուն զայն մեղադրելով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու եւ հայքերիները խոշտանքելու համար։ Հնչեցված են Ադրբեջանի թեմ բաժամիջոցներ գիրառելու անհրաժեշտությունը, զայն մեղադրելով միջազգային իրավունքի խախտման եւ խաղաղության խաթարման մեջ։ Եվրահանձնակատարը նշած է, որ Եվրամիությունը ուշադիր կհետևի իրավիճակին եւ գոչ կուղի Ադրբեջանի կատարելու իր միջազգային բարտավորությունները։
Եվրախորհրդարանը ներս տեղի ունեցած է քննարկում Ադրբեջանի կողմի հայ բադանտներու, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչներու անօրինական ցերպակալություններուն եւ գեղձ դադարություններու մասին։ Եվրապատգամավորները խիստ հայտարարություններ հնչեցուցած են, մեղադրելով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը հայաթափելու եւ հայ քերիները խոշտանկելու համար։ Ժամանակն է մարդու իրավունքները քերատասել, աժանքարյուղեն եւ վարելանյութեն հնչած է քննարկման ընթացքին։ Եվրոպացի պաշտոնյաները նաեւ գոչուղած են խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները զանազան ոլորտներու մեջ եւ նպաստելու մեր երկրին եվրոպական համագրկման։ Քննարկման նախաձեռնողներ են Սլովակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը հայտարարած է, որ Բաքվի մեջ հայ քաղաքական փանդարգյալները կբահվին ամարտկային պայմաններու մեջ, գեղձ սադավարություններ կիրականացվին եւ անոնց կսպառնաց մահ ազատազրկում։ This is the real face of Aliyev's regime. Ասիգայ Ալիևի վարչակարգին իրական դեմքը, որ գար համարե միջազգային բարդավորությունները, մինչև Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն գվարի Ադրբեջանի հետ, Բաքվի վարչակարգը կշարունակի սպառնալ իր հարևանները եւ խափանել դարձաշրջանային խաղաղությանն ուղղված չանքերը։ Եվրամիությունը պետք է պաշտպանի իր սեփական արժեքները, հատկապես իր հարևանության մեջ։ Փոխարենը մենք կհաջողանանք բռնագալին եւ Ալիևի գործողությունները կբարգեւադրենք արևդուրի ծավալներու մեծացումով։ Հարկավոր է բաժամիջոցներ սահմանել Բաքվի մեջ պահվող հայերու գեղձ դադարություններում մեջ ներգրավված թադախազներուն եւ թադավորներուն նկատմամբ։ Ֆրանսիան ներկայացնող Նատալի Լուազոն հայտարարած է, որ Բաքվի մեջ պահվող հայ քերիներու թադավարությունը կարելի է համեմատել ստալինյան թադավարություններուն հետ։ Կպահանջենք ազատ արձակել 23 հայ պատանդները, ասաց է պատգամավորը։ J'ai voulu cette résolution et je remercie mes co-auteurs. Նաև թույլ տվեք շնորհակալություն հայտնել Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Գայա Գալասին, Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու, ինչպես նաև Եվրոպական միության առաքելության լիազորությունը երկարաձգելու համար։ Եթե այցելեք Հայաստան, պիտի տեսնեք երկիրը, որ կփափակի խաղաղություն եւ գերազե Եվրոպայի մասին։ Անոր հարևանը Ադրբեջանն է, որ կշարունակի սպառնալ Հայաստանին եւ Ռուսիո ամենեն մեծ դաշնակիցներն է։ Ֆրանսիան ներկայացնող ուրիշ պատգամավոր մնալ նշեց, որ 2023 թվականին Եվրոպան չգրծավ գասեցնել Ադրբեջանը եւ քոնե այսօր պետք է կործե Բաքվի մեջ պահվող հայերու ազատ արձակման համար։ Devant cette tragédie, l'Europe Անոնք կխոշտանկվին, սակայն անոնց միակ հանցանքը իրենց ժողովուրդը, իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է։ Եթե մենք ոչինչ անենք, պատկամ հղած կլանք Ալիևին, թե անգրնա անբադիժ մնալ եւ վնել այնինչ կնե Հայաստանի թեմ։ Պետք է հստակ աստանշան հղենք, որ Հայաստանը միայնակ չէ։ Մենք Հայաստանի կողքին ենք աջակցելու անոր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքին առանց Ադրբեջանի նոր հարձակումեն վախնալու։ Ռումինացի եվրապատգամավոր Վասիլե Դինչուի համոզմամբ Բաքվի մեջ պահվող հայ քաղաքական փանդարգյալներուն վիճակը մեծ հարցականի տակ կգտնի արդարությունը, կայունությունը եւ խաղաղությունը Կովկասի մեջ, անևս կոչ ուղեց բաժամիջոցներ սահմանելու ադրբեջանցի պաշտոնյաներու նկատմամբ։ Կիպրոսի ներկայացուցիչն անմտահոգություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումեն 1 տարի հետ հայերու նկատմամբ բռնաճնշումները դակավին կշարունակվին։ Δυστυχώς, το καθεστώς του Αλίεφ Ցավոք Ալիևի վարչագարկը ոչ միայն չի հարգեր միջազգային իրավունքը, այլև կշարունակե աբորինի բռնակրավված բահել Հայաստանի տարածքը։ Եվրամիությունը պետք է ամուր կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիո թեմ, պետք է վերջ տանք ցեղային զդումներուն։ Lo Stato dell'Azerbaijan continua 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժում են եւ 100,000 քաղաքացիներու արդակսում են յետ։ Մենք այժմ կտեսնենք Հայաստանի 23 քաղաքացիներու անօրինական գալանավորումը եւ ոչ թափանցիկ թադավարությունները։ Հայ ժողովրդի Եվրամիության ուղված խնդրանքներուն պետք է ուշադրություն դարձնել։ Հարկավոր է համարժեք պատժամիջոցներ սահմանել։ Իսպանացի պատգամավոր Բերնանդո Բարենան գոչուղած է միջազգային հանրության, չմոռնալու, որ Ադրբեջանը ինքնագալ պետություն է, ուր կջնշվի որևէ քաղաքական այլահողություն։ Իռլանդացի եվրապատգամավոր Մայքլ Մակնամարան իր մտահոգությունը հայտնած է, որ Բաքուն կհրաժարի գործակցել է խոշտանկումներու կանխարգելման եվրոպական հանձնաժողովին հետ եւ կփակե Կարմիր խաչին գրասենյակը, միակ միջազգային գազམ་ագերբությունը, որ հասանելիություն ունի Բաքվի մեջ պահվող հայերուն։ Լեհ պատգամավոր Մալգոժատա Գոսևասկան հորդորած է ամրակորկոր ելույթներու եւ ձապահարություններու փոխարեն խիստ քայլեր ցերնարկել։ Ամեղատրած է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը բռնակցելու եւ մարդասիրական ճգնաժամ ստեղծելու համար։ Ցեղային զդումներ իրականացնելու համար Ադրբեջանը մեղատրած է նաեւ Եվրախորհրդարանի մեջ Լիտվանիո պատգամավոր Վիտյանիս Անդրյուկայտիսը։
та є відносі певно санкції. Ասիգա ռազմական հանցագործություն է, Ադրբեջանի դեմ պետք է բաժամիջոցներ գիրառվին։ Բաքվի մեջ քաղաքական բանդարգյալներու բահման պայմաններն ալ սարսափելի են։ Անոնց առողջությունը վտանգի տակ է։ Ադրբեջանը չի պապակիր վերջ տալ հագամարտության եւ արձագանքել միջազգային հանրության պահանջներուն։ Հարավային Կովկասի մեջ կայունությունը գփխի Եվրոպական միության շահերեն, հայտարարած է Գերմանիան ներկայացնող Թոմաշ Ֆրոյլիխը։ Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովուրդը միայնակ թողված է թե Եվրամիության, թե Ռուսիո կողմէ։ Այսօր առաջին քրիստոնյա երկրի մշակութային ժառանգությունը համագարկված կերպով գոչնչացվի։ Ինչու այսքան քիչ կխոսենք այդ մասին։ Մեզի պետք են խաղաղ բանակցություններ, բացշաճ վերաբերմունք հայ բադանտներուն եւ հայ ժողովրդին նկատմամբ։ Ֆրանսիացի Եվրոպատկամավոր Ֆրանսուଆ Զավիեի Բելամիի խոսքով Իլհամ Ալիևը հարձակած է Լեռնային Ղարաբաղի վրա, որում բնակչությունը բարձրապես կփապակեր խաղաղ ապրիլ սեփական հողի վրա, ուր գաբրեր թարեր է իվեր։ Պատգամավորը տշկողություն հայտնած է Եվրամիության անկորդության են։ Բելամին թիմած է ուժանույթի հարցերով Եվրահանձնակատարին։ Ինչպես կրնանք հիմնավորել Ադրբեջանին վարելանյութի ներգրումը, ինչպես կրնանք արտարացնել հանցագործները, որոնք նողգալի գործողություններ կգադարեն Եվրոպայի մեջ, մինչդեռ վարելանյութը դակավին կհոսի։ Բաքվեն վարելանյութը ստանալը նույնքան վատ չէ, որքան Մոսկվայեն։ Նույն վարելանյութը չէ։ Ուժանույթի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենը եզրափակիչ ելույթին մեջ արձագանքած է պատգամավորներու մտահոգություններուն։ Եվրամիությունը գոչ կուղե Ադրբեջանի կառավարության հետևելու իր միջազգային բարդավորություններուն, որոնք կվերապերին ներառյալ արդար դատավարության իրավունքին։ Խոշտանկումներու եւ թաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհաբաղ հետաքննվին։ Եվրոպական հանձնաժողովը եւ Հարավային Կովկասի մեջ Եվրոպական միության հadoop ներկայացուցիչը ուշադիր կհետևին բոլոր զարգացումներուն եւ մեր մտահոգությունները կփոխանցեն Ադրբեջանի իշխանության։ Բաքվի մեջ դատավարությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերության զարգավորման եւ Հարավային Կովկասի մեջ փառքավաճման հարցի մաս են։ Գոչ կուղենք թե Հայաստանին, թե Ադրբեջանին հիմնվելու իրենց ցերկբերումներուն վրա եւ շարունակելու հարաճընթացը հարաբերություններու լիարժեք կարգավորման ուղղությամբ։ Դան Յորգենսենը հավաստիացուցած է, որ Եվրամիությունը գաչակցի եւ պիտի շարունակի աջակցել խաղաղության չանքերուն ու պատրաստ է նպաստելու կողմերուն երկխոսության վերջապես հասնելու գայուն եւ փառքավաճող Հարավային Կովկասի։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելությամբ կգտնվեր Նոր Դելհի, անմասնակցած է համաշխարհային հարցերով հնդկական խորհրդի քննարկման, ուր ընդգծած է Հայաստանի եւ Հնդկաստանի ռազմավարական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես անվտանգության, տնտեսության, բարձր արհեստագիտության, գրթության եւ մշակույթի ոլորտներուն մեջ։ Միրզոյանը նաեւ անդրադարձած է տարածաշրջանային խնդիրներուն, մարդասիրական մարտահրավերներուն, Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններու կարգավորման գործընթացին եւ միջազգային գործընկերներուն հեն համագործակցության ընդլայնման։ Մեր երկկողմանի համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում մեջ շարունակապար ընդլայնին։ Արտաքին քերադեսության ղեկավարը Նոր Դելհի կգտնվեր պաշտոնական այցելությամբ։ Այցելության մեկնարկային հասցեն համաշխարհային հարցերով հնդկական խորհուրդներ։ Կողջունենք մեր պաշտպանության նախարարություններում միջև գայացած առաջին խորհրդակցությունները եւ համոզված ենք, որ մշտական ռազմական գծորդներու նշանակումը կարևոր քայլ մնե այս կենսական ոլորտի մեջ խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անվտանգությունն ու պաշտպանությունը միակ կենսական ոլորտը չէ, ուր երկու երկրները կխորացնեն հարաբերությունները, տնտեսություն, տեղեկատվական արհեստագիտություններ, գրթություն եւ մշակույթ։ Այս բոլոր ոլորտներում մեջ ալ վերջին տարիներուն արդեն իսկ կգան շոշափելի արդյունքներ, շեշտեց Միրզոյանը։ Արտաքին գործոց նախարարը նաև ընդգծեց, որ թեև Հնդկաստանի հետ տնտեսական աշխուժությունը գաջի, սակայն անիկա դակավին չէ հասած ցանկալի մակարդակին։ Ներկայիս շանքերը կենտրոնացած են, որ հայկական ընկերություններուն համար Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու նոր կարելիություններ բացվին։ Հայաստանը խորապես շահագրգռված է հյուսիս-հարավ միջազգային փոխադրամիջոցային միջանցքի նախագծի եւ Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակները ներս երկխոսության եւ համագործակցության խթանմամբ։ Այս առումով Հայաստան-Հնդկաստան-Իրան երագոմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի։ Երկկողմանի հարաբերություններ են տարածաշրջանային հարաբերություններ, ուր Հայաստանը թիրքավորված է խաղաղության տեսլականով, ընդգծեց Միրզոյանը։ Միջազգային հանրությունը կփախի փոխկապակցված մարտահրավերներու, երբ տարածաշրջանի մեջ դեղի ունեցող իրադարձությունները անմիջապես կազդեն մյուսներուն վրա։ Հագամարտությունները, անվտանգության սպառնալիքները, մարդկային իրավանց եւ մարդասիրական ճգնաժամերու լուրջ խախտումները, համաշխարհային անորոշությունները, կլիմայի փոփոխությունը, համաշխարհային բեռնափոխադրական շղթաներու խաթարումը եւ բարենային անվտանգության թուլացումը նոր բարդություններ կստեղծեն միջազգային հարաբերություններու մեջ։
Այդ մարտահրավերներուն անմիջականորեն փախած է նաև Հայաստանը, բայց հագարակ բոլոր դժվարություններուն եւ անվտանգության սպառնալիքներուն Հայաստանը հետևականորեն աշխատի է հարավային Կովկասի մեջ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ միայն երկխոսության միջոցով ցերկ բերված համաձայնությունները կգրնան բերել երկարադեպ գայունություն եւ դարաձաշրջանային հարաճընթաց։ Թերևս այս տեսլականը չէր գտնար ավելի լավ սահմանվել, քան Մահտամա Գանդիի հայտնի ուղերձի մեջ։ Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը։ Ճիշտ այդ համոզումով Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին մեջ։ Արտաքին գործոց նախարարին գնահատմամբ այսօր առավել քան երբևէ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրման։ Փաստաթուղթը, որոնց միջոցով երկու երկրներում միջև միջպետական հարաբերություններ կհաստատվին, հիմնված ինքնիշխանության դարածքային ամբողջականության սահմաններու անձեռնմխելիության եւ ուժ կամ ուժի սպառնալիք չգիրառելու սկզբունքները հարգելու վրա։ Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմանի բանակցությունները արդեն հանգեցուցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրման, ճանչնալով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Մենք հաջողությամբ արդեն սահմանազատած ենք ավելի քան 12 կիլոմետր սահման եւ աշխատենք գործընթացին արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչ որ զգալիորեն կնպաստի դարաձաշրջանային գայունության։ Միրզոյանը լսարանի մանրամասնեց, որ Հայաստանը Ադրբեջանի ներկայացուցած է նաև աբաշրջապակման հստակ ու փոխշահավետ առաջարկներ։ Զանոնք իրականացնելու բարակային թե Ադրբեջանը թե Հայաստանը գրնան ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքներով։ Ատկեզատ դարաձաշրջանային գայունության եւ կանխադեսելիության ապահովման նպատակով մենք ներկայացուցած ենք սպառազինության փոխադարձ վերահսկման եւ ստուգման կորձիկագազմ ստեղծելու վերաբերյալ առաջարկ։ Ցավոք մենք չենք գրնար փաստել, որ մեր կառուցողական մոդեցումը լիովին կփոխադարձվի Ադրբեջանի կողմէ։ Ավելին, մենք կշարունակենք լսել բարձր մագարտակի հրաբարակային հայտարարություններ եւ խոսույթներ, որոնք կենթադրեն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության թեմ դարածքային պահանջներ, ներառյալ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խոսույթի միջոցով։ Նաև մարդասիրական խնդիրներ կան։ Միրզոյանը համաշխարհային հարցերով հնդկական խորհրդի ամբիոն ներկաներուն ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի փեմադրած դատավարություններուն։ Մինչ մենք կխոսենք այստեղ Ադրբեջանի մեջ գամայականորեն գալանավորված 23 հայերու նկատմամբ փեմադրված դատավարություններ տեղի կունենան, անդեսելով մարդկային իրավանց չափանիշներն ու պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական ղեկավարման եւ դեվական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակությունները պատրաստել հաշտեցման, չլուծված մարդասիրական խնդիրները գրնան միմիայն խանգարել այդ գործընթացին։ Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիոյի հետ հարաբերություններու ղեկավարման մեջ։ Միրզոյանը պատմեց, որ արդեն իսկ գործնական քայլեր ցերնարգած ենք, նաև պայմանավորված ենք համատեղ վերականգնել Անիի գամուրջը, որ երկիրներուն ընդհանուր սահմանին վրա գտնվող նշանավոր պատմական վայր մնե։ Մենք նաև պայմանավորված ենք փանալու սահմանները դիվանագիտական անձնակիրներ ունեցողներու եւ երրորդ երկրներու քաղաքացիներուն համար, թեև այս պայմանավորվածությունները դակավին կյանքի չեն գոչված։ Վճռորոշ գործոնը գրնալալ նույն խաղաղության խաչմերուկ նախագիծը Հնդկաստանի գործընկերներու Միրզոյանը մանրամասն ներկայացուց, թե ինչ է նախագիծը եւ ինչ է անոր նպատակը։ Տարածաշրջանեն դուրս խստացիալ երկխոսությունը կշարունակվի նաեւ Միացյալ Նահանգներու եւ Եվրամիության հետ։ Հավասարակշռված եւ հակակշռող արտաքին քաղաքականություն Հայաստանի կառավարությունը ճիշտ այդ մոդեցումը որդեգրած է, որ համեմատելի է Հնդկաստանի ռազմավարական ինքնավարության հետ։ Հայաստան-Հնդկաստան գործակցության բազմաշերտ խորացումը Հայաստանի առաջնահերթություններն է։ Նիդերլանդներու արտաքին գործոց նախարարը պաշտոնական այցելությամբ կգտնվեր Հայաստան։ Արտաքին գործոց նախարարութենեն ստորագրված է Հայաստանի եւ Նիդերլանդներու միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որ կներառե քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային եւ համացանցային անվտանգության ոլորտներուն մեջ համագործակցության խորացումը։ Արարատ Միրզոյանը նշած է, որ ասիգանոր փուլ մնե երկու երկրներու հարաբերություններու մեջ եւ կարեւոր քայլը Հայաստանի խաղաղության օրագարկին համար։ Հանդիպման ընթացքին քննարկված են նաև Հայաստան Եվրամիություն համագործակցության օրակարգը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև հայ ռազմաքերիներու իրավունքներու պաշտպանության հարցը։ Ոչ թե հերթական այցելությունը, այլ գործընկերության նոր փուլի մեկնարկ։ Պաշտոնական այցելությամբ Հայաստան կգտնվեր Նիդերլանդներու արտաքին գործոց նախարարը։ Արտաքին գործոց նախարարության մեջ նախ տեղի ունեցած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Կասպար Վելդքամփի հետ, որուն հաջորդած է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները ստորագրած են Հայաստանի եւ Նիդերլանդներու միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Այդ փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար
հիբրիդային վտանգների սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության վիրավունքի գերակայության խթանում եւ վերջինը թերևս նշեմ, բայց ոչ նվազ կարևորը մարդկանց միջև շփումները։ Ստորագրելով փաստաթուղթը անգամ եւս կամրապնդենք քաղաքական եւ տնտեսական գաբերը, կվերահաստատենք հիմնակարային սկզբունքները։ Իթեպ Նիդերլանդները այսպիսի փաստաթուղթ հաջող չստորագրեր։ Ասիգա իսկապես ցույց կտա այն նվիրումը, որ մենք ունենք Հայաստանի հանդեպ։ Անիգա մեր սերտ գաբերում մասին կվգայե։ Հարավային Կովկասի մեջ խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ շարունակական ջանքեր ու գործադրումը փաստաթուղթի կարևոր թրույթներն մեկն է։ Նախարարները ներկայացուցած են նաև քննարկումները կապված Հայաստան-Եվրամիության գործակցության օրագարկին հետ։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային, նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ։ Նիդերլանդներուն համար, որպես Եվրամիության աշխուժբեդություն, շատ կարևոր է, որ մեր եվրոպական հարևանությունը խաղաղ լա։ Գայունությունը մեր շահերեն կփխի։ Նիդերլանդները մեծապես պիտի աջակցի Հայաստանին թիմագայունություն հաստատելու եւ տնտեսությունը բազմազանելու հարցերում մեջ։ Ռուսիայեն ավելի քիչ կախյալ լալու եւ օրենքի քերագայություն ապահովելու համար։ Մենք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին խոսեցանք։ Այն կառուցողական քայլերը, որոնք կկատարե Հայաստանը, շատ կովելի են։ Նիդերլանդները գսադար է նաև Թուրքիո հետ Հայաստանի հարաբերություններու ղեկավարման գաղափարին ընդգծած է հյուրը, վստահություն հայտնելով, որ երկու կողմերն ունին այդ կամքը։ Անխոսած է նաև ժողովրդավարական բարեփոխումներու ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերու մասին։ Նիդերլանդները շարունակապար պիտի աջակցի այս գործընթացին, որ կամրապնդե օրենքի քերագայությունը եւ ժողովրդավարությունը, բարձրացնած մեր մտահոգությունները, ապադեղեկատվության տարածման վերաբերյալ։ Մենք տարածաշրջանեն ներս ռուսական ապադեղեկատվական արշավներ կտեսնենք։ Օրինակ Մոլդովայի եւ Վրաստանի մեջ։ Գավդանք, որ գրնա թիրախավորվիլ նաեւ Հայաստանը։ Գծկտին վնասել Հայաստանին եւ Ուկրաինո, այլ երկրներու հետ Հայաստանի հարաբերությունները, նաեւ լարվածություն հրահրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք չենք խուսափել նաեւ մեր տարածաշրջանային հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, նշել եմ նաեւ, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։ Շարունակելով տարածաշրջանային համագործակցության նյութը, լրագրողները հարց ուղղեցին Արարատ Միրզոյանին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին շուրջ բանակցություններու ընթացքի մասին։ Եթե խաղաղության պայմանագիրը դեռ չէ ստորագրված, արդյոք ասիկա կնշանակե, որ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն եղած է։ Արդյոք հայկական կողմը համաձայն է ետքաշել միջազգային դատարաններեն Ադրբեջանի թեմ հայցերը նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այո, մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնվեցվի ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակային պարտադիր կատարման։ Մոդեցումները կհամապատասխանեն Հայաստանի արտի մարտահրավերներուն, խաղաղության օրագարկին եւ Հայաստանի շահերուն, ընդգծած է Միրզոյանը։ Ադրբեջանի մեջ հայկերիներու նկատմամբ վարվող շինչու դատավարության, անոնց խոշտանգումներուն եւ Եվրամիության դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանած է Նիդերլանդներու արտաքին գործոց նախարարը։ Քերիները պետք է հավուր բաճճի եւ միջազգային չափանիշներուն համաձայն պաշտպանված լան։ Անոնք պետք է ունենան ազատ ու արդար դատավարության իրավունք։ Նիդերլանդները եւ Եվրամիությունը պիտի շարունակեն հարաճ մղել այս հարցը։ Մեր ուշադրությունը կսևերենք ադոր վրա։ Մենք իսկապես պիտի շարունակենք պահանջել արդար դատավարություն, արդար իրավունքներ եւ արդար վերաբերմունք բոլորին։ Կասպար Ուելդկամը վստահեցուցած է, որ այս մոդեցումը պիտի ընդգծեն նաեւ Բաքվի մեջ, իսկ Հայաստանի հետ համագործակցության հրճակագիրը չեն թատրել համագործակցության սպառազինության ոլորտի մեջ։ Անիկա ուված չէ,
թե որևէ երրորդ երկրի թեմ։ Ռազմավարական գործընկերությունը Հայաստանի եւ Նիդերլանդներու միջև թեմ չէ որևէ մեկուն։ Ասիգա Ադրբեջանի թեմ չէ, Թուրքիո թեմ չէ, որևէ մեկուն թեմ չէ։ Ես կդեսնեմ, որ Հայաստանը կփորձե հավասարակշռել արտաքին քաղաքականությունը։ Մենք կուզենք այդ շրջարգեններս բարձրացնել երկու երկրներում միջև հարաբերությունները։ Ուստի ասիգա պիտի հանգեցնե նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջև համագործակցության մագարտակի բարձրացման։ Սպառազինության առնչյալ որևէ գետ չունինք։ Շատ այլ գետեր կան, որոնցմով կրնանք ամրապնդել հարաբերությունները տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտներեն, ներս եւ հասարակություններուն միջև։ Հասկանում ենք, որ տարբեր երկրների տարբեր գործընկերություններ կարող են դուրս չգալ, կարող են հիասթափությունների առիթ դառնալ գուցե, բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մեր որևէ գործընկերություն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Հայաստանը եւս չի գրնար զերծ մնալ աշխարհի մեջ տեղի ունեցող իրադարձություններ են։ Անոնք աստեցություն գրնան ունենալ դարաշրջանի զարգացումներուն վրա, սակայն մեր երկիրը պատրաստ է գործադրելու բոլոր չանքերը եւ փակելու թշնամանքի էջը հարավային Կովկասի մեջ, շեշտած է Միրզոյանը։ Կառավարությունը շաբթվան նիստին որոշած է շարունակել գյուղատնտեսական ապահովագրության հատուցումը, այս տարի զայն հասցնելով 70-ին 80%-ի։ Վարչապետ Փաշինյանը նշած է, որ գյուղատնտեսական ապահովագրական համակարգը պետք է օգտագործվի զարգացման, ոչ թե ապահովագրավճար ստանալու նպատակով։ Կառավարությունը մերժած է Թիմաթիր Հայաստան խմբակցության առաջարկած հարգային փոփոխություններու նախագիծը, բարձրաբանելով, որ անոնք արդար հարգում չեն ապահովել։ Այդ որոշումով մկորձաթիր իշխանությունը բահոստային ֆոնդեն 4 միլիոն 300,000 եվրոյի համարժեք դրամ հատկացուցած է Բրյուսելի մեջ Հայաստանի տեսփանության համար ծառայողական շենք մցերք բերելու նպատակով։ Կառավարությունը գյուղատնտեսական շրջանին սկիզբը որոշած է այս տարի եւս իր վրա առնել գյուղացիական տնտեսություններու ապահովագրական վտանգները մեղմելու զգալի մասը։ Տնտեսության նախարարը ներկայացուց, թե վերապահովագրական գազագերբությունը ունեցած է վնասաբերության բարձր մագարտակ եւ հերացած է հայկական շուկայեն։ Այս որոշումը կայացված է գյուղացիական տնտեսություններու ապահովագրությունը մատչելի դարձնելու նպատակով։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լիացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Այսինքն, եթե մինչև 200%-ի բարակային ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով պիտի հոգան վնասները, ավելի բարակային կառավարությունը պիտի աջակցի ապահովագրական ընկերություններուն։ Աջակցություն կառաջարկվի նաև գյուղացիական տնտեսություններուն, նախկին 50-60%-ի փոխարեն կնախադեсվի ապահովագրավճարի 50-80% հատուցում։ Սրանք ժամանակավոր լուծումներ են։ Կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Ապահովագրության մեջ պիտի ներառվին 13 մշակաբույս, ներառյալ ծիրանը եւ խաղողը։ Վարչապետին խոսքով այս գործիքը եւս պետք է օգտագործվի զարգացման, ոչ թե գարժաժամկետ օգուտ ստանալու համար։ Ան նշեց, որ ունի դեղեցություններ, թե ձևավորված է այնպիսի դրություն, որ նպատակը ոչ թե հողը մշակելն ու փերքը ստանալն է, այլ հողը ապահովագրելով ապահովագրավճար ստանալը։ Հիմա մենք փորձում ենք գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ process-ների։ Բարձրամա տեղեր կա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, գնում ապահովագրում են գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ուսում նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք։ Ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության է, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է բան անենք, առնչվենք։ Այս շրջակիցեն ներս վարչապետը կարևոր համարեց գյուղացիական տնտեսություններուն հետ աշխուժ խորհրդատվությունը, թե ինչ կարգի հողի վրա ինչ տեսակի բույսեր մշակել։ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է զարգացնել նաև կարողությունները եւ թվայնացնել համագարկը։ Այդ ամենը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, sense դե երևի դե հնարավոր է ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է, տենց ոնց կլինի։
Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ, թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Գործադիր իշխանությունը բացասական եզրակացություն տվավ Հայաստան խմբակցության ներկայացուցած հարկային օրենսգրքի փոփոխություններու փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններու մասին որոշման նախագծին։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով եւ 26 թվականի տարվա եւ հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով։ Նախագծի ընդունմամբ կգնգալվի նաև գասեցնել 2021-ին դարվեդարի զգալի չափով ավելցող հարգման փերին աճը, որ ունի հագնգերային եւ անարդար բնույթ։ Ըստ նախագծին կգնգալվի վերացնել 2026-ին հերթական մոտ 30%-ի չափով քույքահարգի փերի ավելացում նախադեսող օրենսդրական թրույթը։ Վարչապետին խոսքով այս հարգային փոփոխությամբ pedagogan դարեհաշվեն կստանա զերոյական մուտք, քանի որ այդ եկամուտը կստանան համայնքները։ Ադոր շնորհիվ է, որ ըստ Փաշինյանի 2019-ին ի վեր համայնքներու սեփական եկամուտները գրգնաբատկված են։ Այդ միջոցներով է, որ համայնքները կգնան հոգալ իրենց գարիկները։ Կներեք, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի 100-ամյա, նույնիսկ 1000-ամյա գոյության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի։ Մենք այս որոշումը կայացնենք, մեր պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Փաշինյանը հիշեցուց նաև մասնակցային դարեհաշվային կորձիկագազմի մասին, որմով համայնքի բնակիչները իրենք կրնան որոշել, թե ինչ խնդիր առաջնահերթ լուծել համայնքի մեջ։ Այսպիսով ըստ վարչապետին քաղաքացիները կստանան հարցեր լուծելու տրամական կարողություններ։ Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև համայնքային հողերու օդարումներու արժեքներուն։ Գալվածակրային քիներու փոփոխություններն յետք համայնքային հողերու քիները էականորեն բարձրացած են, ինչ որ կնշանակե ավելցած են համայնքային եկամուտները։ Վարչապետը ահազանգ ստացած է, որ աջուրթին քառակուսի մետրը 100 դրամով ցերկ բերված հողը կվաճառվի $500։ Փոքր դարածքային փաստաթուղթով նշանակության հողը դարձած է կառուցապատման հող, քինը բարձրացած է։ Գա նաև աջուրտներուն հետ կապված խնդիր։ Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխումա տեղի ունենում եւ մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում։
Այստեղ պետքա շատ հրատապ ինչ-որ որոշումներ կայացնել։ Գլխավոր թադախազուհին ընդգծեց, որ ցևական աջուրտներուն վերաբերող բավական շատ հարցեր կան, որոնք դատարաններեն ներս հաջողությամբ կբսակվին։ Ըստ Վարդապետյանի, անոնք կհենին այն ապացույցներուն վրա, որ իրականության մեջ ցևական մասնագետները փոխկապակցված են համայնքներու ղեկավարներուն հետ։ Մենք մի քանի ուղղությամբ առաջարկներ ունենք, որոնք նախատեսում ենք գրավոր ուղարկել, բայց քննարկումն օգտագործելով կխնդրեմ, եթե հանձնարարական է ձևակերպվելու 3 կետ ավելացնել։ Անպայման աճուրդը շուկայական գնով եւ դա հնարավոր է որոշել, որովհետեւ այսօր էլ մենք պարոն Թովմասյանի հետ առավոտյան մի շարք գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքն ենք եղել ստիպված նշել, դա մոտավորապես 1.5 միլիոնից մինչև 3 միլիոն դրամ էր 8 գույքերի վերաբերյալ, բայց եթե այսօր նայենք շուկան, 10-15 անգամ ավելի թանկ գույքերի մասին է խոսքը գնում։ Հաջորդ հարցը կվերապերեր աջուրտի իրականացման գարկի փոփոխության, բարձրացնելով հանրայնությունը։ Ցևականորեն քանի մահարտակներու վրա հայտարարությամբ կգարենան համարել հրաբարագայնությունը ապահովված, նշեց գլխավոր թադախազուհին, հավելելով, որ ադիգա ոչ թե կառավարության, այլ համայնքներու բարդականությունն է։ Երրորդ առաջարկով որոշակի տասագարկերու հողեր պետք է մնան անօդարելի։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Ոստիկանությունն, ազգային անվտանգության ծառայությունն, պետական վերահսկողական ծառայությունն, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք։ Հիմա հրապարակային ասում եմ։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից են կընկնելու, գնալու ենք տենանք այդ ինչա կատարվում։ Եվ այս հարցը շատ հրատապ է մարզպետներին։ Գնացեք բոլոր տեղերում հատ-հատ հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք եւ կասեցրեք մինչեւ նախնական այս հարցով մենք գանք որոշակի եզրակացությունների։ Վարչապետը հանձնարարեց դարածքային կառավարման եւ յենթագառուցվածքներու նախարարին գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ առավելակույնը 1 ամսվան ընթացքին կառավարության առաջարկ ներկայացնելու համար։ Մեկ այլ որոշմամբ նաեւ 916 միլիոն դրամ հատկացվեցավ 12 համայնքներու 14 ծրագիրներու տրամական օժանդակության համար։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այս կանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։